հարցս ցեմենտին չի վերաբերվում, պարոն փոխնախարար, օգտվելով առիթից, որ դուք ստեղ եք եւս մեկ անգամ ստիպված եմ խնդիրը բարձրացնել, հարցը հետեւյալն է, Վրաստանի Հանրապետությունում արդեն տևական ժամանակ է, մոտ ամիս ու կես է, կոնյակ արտադրող մեր գործարարների բեռները ապօրինաբար խոչընդոտվում է իրենց տարանցիկ գնալը դեպի Բալթյան երկրներ եւ ԵԱՏՄ տարածք, դրա մասին մի քանի անգամ իմ ելույթներով անդրադարձել եմ, բայց ստիպված եմ եւս մեկ անգամ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը իր վրա վերցրել է պարտականություն նաեւ իր քաղաքացիների եւ իր արտադրողների շահերը պաշտպանելու եւ այս հարցի վերաբերյալ մի քանի անգամ նախարարը խոստացել է, որ այդ հարցին լուծում կտրվի, բայց մինչև այսօրս որևէ մի լուծում չի արժանացել, տնտեսվարողները կրում են միլիոնավոր դոլարների վնասներ, բացի այդ խաղաղագործներից էլ եմ նաև ես դիմումներ ստանում, որ այսպես որ շարունակվի ստիպված կլինեն նաև իրենց այգիները քանդել, մարդիկ պայմանավորվածություններ ունեն տարբեր խոշոր սուպերմարկետների եւ խանութների ցանցի հետ եւ այդ պայմանավորվածությունները չկատարելու պարագայում ստիպված են բավականին մեծ գումարներ վճարել, այսինքն կանգնած են փակման շեմին։ Հիմա այդ հազարավոր մեր քաղաքացիները, որ տարբեր կերպ փոխկապակցված են այդ աշխատանքների հետ, ինչ պատասխան եք դուք տալիս։ Հիմա խնդրում եմ նաեւ ձեր եզրափակիչ ելույթին ասեք ինչ եք արձանագրել կոնկրետ հստակ, որ մեր արտադրողները իմանան, միջև երբ է շարունակվելու այս վիճակը, կրկնեմ, դա տարանցիկ բեռ է, տարանցիկ բեռը իրավունք չունի կանգնեցվելու եւ ամիսներ շարունակ այդտեղ պահելու, որևէ պատասխան չեն տալիս այդ մարդկանց, որևէ պատասխան չի տրվում։ Եվ այս հարցին մենք պիտի պատասխաններ տանք, որովհետև կրկնում եմ, դա մի մարդ չի, երկու մարդ չի, հազարավոր աշխատատեղերի խնդիր է եւ նաեւ ֆինանսական հսկայական կորուստներ է կրում։